Հարկ Նժդեհին, ես մի փոքր ուզում եմ խոսել մեր շուրջ հավաքված կամ ծավալվող տեղեկատվության, որքան էլ որ դա տհաճ տեղեկատվություններ են լինում երբեմն, բայց ոչ շատ, ոչ միշտ։ Դա խոսում է հենց մեր ուժ ներկայացնելու մասին։ Ես հատուկ ուզում եմ նաև հիշեցնել նաև մեր համախոհների կամ մեր անդամների այն մասին, ովքեր մտածում են, որ եթե ինչ-որ մեկը իրեն թույլ տվեց նման բան ասեց, դա հալած յուղի պես ամենտեղ ընդունվեց։ Քաղաքական դաշտում եղել են կուսակցություններ, որոնք նույնիսկ խորհրդարանում մի քանի նստաշրջան տեղ են գտել։ Եղել են խորհրդարանական, բայց այսօր չկան իրենք։ Այսինքն կան, բայց թղթի վրա են մնացել։ Դրանցից ոչ ոք չի խոսում։ Բայց բևերից խոսում են։ Ինչու են խոսում։ Որտեղ սպասվող աշխարհական փոփոխությունների ֆոնին Կրեմլա հպատակները բոլորը անդր են մնալու եւ դաշտը մնալու է ազատ։ Իսկ այդ ազատ դաշտում ուժեղ հզոր կայացած թիմ, որը կուսակցություն չէ, որը միավորում է, բևեռացվել են, հասկանում եք, շարժում է, բևեռն է մնացել։ Դրա համար են բոլորը աչուձախ փորձում հարվածել։ Եվ սա, ասենք, թշնամիներին անհանգստացնում է բևեռի էլ թրքաբոլշևիկյան, էլ կրեմլյան համակարգը չի խանգարելու իր ապատեղեկատվությամբ, երբ որ իրենք վերջնականապես ջախջախվեցին։ Քանի հլը հնար ունեն, ժողովրդի լեզվով ասած, իրենք օգտագործում են բևեռի դեմ ամեն ինչ, ամեն միջոց, ամեն մեթոդ։ Եվ ասեմ, չկա այդպիսի անհատ, որ ավելին լինի, քան բևեռը, որ ավելի հզոր է, քան բևեռը, չկա այդպիսի անհատ։ Անգամ բևեռի կազմում չկա այդ անհատը, որ ինքը ավելին արժե, քան բևեռը։ Դա բնական է։ Եվ չկա մի անհատ, որ բևեռից հեռացել է, դրանով բևեռը տուժվել է։ Եթե բևեռից հեռացել են 1, 2 կամ 12 հոգի, բևեռը հազարներով աջակիցներ ունի։ Բևեռը այն մարդ կուսակցություններից չի, 3 հոկանոց, 4 հոկանոց, 10 հոկանոց կուսակցություն չէ, որ 1 կամ 2 հոգի հեռանան, ասեն, պարակտվեց այս կուսակցությունը, քարուքան տեղավ։ Չէ, մենք հազարներով ենք, մեզանից եթե գնում են 1 հոգի, 2 հոգի կամ 11 հոգի, դա նշանակում է, որ մենք ֆիլտրվում ենք, մեր շարքերը մաքրվում են, ընդամենը։ Դուք այս հարցին այսպես մոտեցեք։ Եվ երկրորդ, երբ որ ժողովուրդը բևեռին ֆինանսավորում է, դա զուտ բևեռի գործողություններից ելնելով է ֆինանսավորում եւ ֆինանսավորում է ընթացս եւ նախատեսվող գործողությունների համար։ Ինչ որ անհատի համար բևեռին երբեք չեն ֆինանսավորի։ Մարդիկ տեսնում են, չէ՞, բևեռը չի նստում հեռախոսի հետևում, ասենք, նստի ու մենակ խոսի, պատմի, քլնգի կամ ինչ-որ մեկի հայտարարությունը փորձի իր տեսանկյունից մեկնաբանի եւ անունը դնի, որ ինքը գործ արեց։ Բևեռը կոնկրետ գործողություններ է անում, ազդում է աշխարհի գերտերությունների, կառավարության անդամների, օրենսդիրների վրա։ Կոնկրետ ազդում է։ Մարդկանց հետ հարաբերությունների մեջ ենք մտած։ Շփվում ենք, փոխանակվում ենք, առաջարկություններ ենք անում, խնդրանքներով ենք դիմում, այն ինչ որ պետք է անի պետությունը չի անում։ Այսինքն մենք գործողություն ենք անում եւ այդ գործողության դիմաց են ֆինանսավորում։ Ոչ թե ինչ որ մեկի բանի, բարի կամքի համար, ասում են դե լավեսի որ ձեր հետ բան է, ձեր շարքերում է սրա համար այդ փողը կտամ, հասկանում եք։ Այդպես որ լինի, այդ մի անհատը, ով որ իրեն կվերապահի, որ դա իր շնորհքն է, որ բևեռին ֆինանսավորեն, ինքը կարող առանձնանա, ասի, այդ բևեռի հետ չեմ, ես մենակ եմ, հələ այդ փողերը բոլորն ուղղորդեք ինձ։ Եթե այդպես լինի։ Եթե ինչ-որ մեկն ասում է, դա իր շնորհքն է, դե թող այդ փողերը անի դեպի իրեն։ Ձեզ չթվում է, որ հայ ժողովուրդը իսկապես չի հասկանում ինչ է անում։ Չի պատկերացնում, թե ինչի են բևեռի հանդեպ այս հալածանքները շատացել։ Ես սա նորմալ եմ համարում։ Հենց սա է ցույց տալի, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Հենց սա է ցույց տալի, որ թշնամիները վախեցած են մեզանից։ Հենց սա է ցույց տալի, որ մենք ուժեղ ենք, որ դիվանագիտական դաշտում տեսնում են հնարավոր չի մեզ կասեցնել, մարդիկ կան անցել են լկտիությունների,
Բարից բուն իմաստով հայհոյախառն արտադրություններ են անում։ Բայց այսպես չի մնա։ Այնպես որ մի հոգի, երկու հոգի բևեռից գնալով բևեռը չի պարակտվում։ Ընդհակառակը բևեռի շարքերն ավելի են ամրանում, որովհետև ցեցը վերանում է, ներսի ցեցը հանում ենք։ Եվ ապագան ավելի հեշտ է լինելու։ Հարքնեժդեհին եւ ազատություն սասնածռերին, բոլորին հատիկ, բոլոր սասնածռերին, այնտեղ չառազնացնեմ, սա տարակարծություն կա, այսպիսի բաներ էլ ունեն, չէ՞, մարդիկ մտածում են, բոլոր սասնածռերին, ովքեր գիտակցեցին հուլիսի 17-ին 2016 թվին մտան ՊՊՑ գունդ ազատություն տղաներին։